Երեք սիրված դերասան Խորեն Լևոնյանի և նրա առաջին կնոջ Մերի Հովհաննիսյանի որդու Արմենի ծննդյան տարեդարձն էր։ Արմենը 3 դարձավ 15 տարեկան։ Այդ մասին սոցիալական հարթակներում հայտնել է Մերի Հովհաննիսյանը հրապարակելով որդու հետ բացառիկ լուսանկարներ, շնորհավորելով նրան։ Մերին նաև ներկայացրել է, թե ինչպես են անցկացրել որդու ծննդյան տարեդարձը։ Ներկա է գտնվել նաև Խորեն Լևոնյանի եղբայրը Արսեն Լևոնյանը։ Խնջույքին, սակայն, ներկա չէր գտնվել Խորեն Լևոնյանը, քանի որ այս պահին իր կնոջ Էմմայի հետ գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, իսկ Star News-ը շնորհավորում է և առաջարկում ձեզ դիտել բացառիկ կադրեր։ StarNews.am-ի բացառիկ տեղեկություններով դերասանը և նրա կինը, դերասանուհի երգչուհի Էմմա Ազեզյանն արդեն մի քանի տարի է ինչ միասին աշխատում են։ Զույգը սկսել է համագործակցել 2021 թվականին Խորեն Լևոնյանի հույս ալբոմի շրջանակներում։ Էմման որպես վոկալիստ բեմում եղել է Խորեն Լևոնյանի կողքին, իսկ ժամանակի ընթացքում նրանց մեջ ձևավորվել է մեծ սեր։ Հավելենք նաև, որ Էմման հեռուստադիտողին հայտնի դարձավ նաև 4 երազանք և Հոթել Գրանդ նախագծերից։ Հավելենք նաև, որ հատկապես վերջին շրջանում զույգը հաճախ էր տարբեր միջոցառումների ժամանակ միասին ներկայանում, ինչը չէր վրիպել հանրության աչքից։ Հարկ է նշել նաև, որ դերասան Խորեն Լևոնյանն այս տարիների ընթացքում հաճախ չէ, որ մասնակցել է տարբեր հարցազրույցների, սակայն Star News-ը առանձնացրել է կարևոր հարց ու պատասխաններից մի քանիսը, որոնք դերասանը տվել է լրագրողներին։ Խոսելով թատրոնի, կինոյի և առհասարակ իր մասին, դերասանը բացահայտումներ է արել։ Կյանքն ինձ գցեց այնտեղ, որտեղից սկսել եմ։ Մեծացել եմ արվեստագետի ընտանիքում, շատ փոքր հասակից թատրոնում եմ եղել։ Հետո փորձեցի ուրիշ բաներով զբաղվել, բայց չկարողացա։ Խորեն Աբրահամյանի թոռ լինելը շատ պարտավորեցնող ու պատասխանատու է։ Այս հարցին Խորեն Լևոնյանը պատասխանել էր. նրա հետ մի քանի ներկայացման մեջ եմ խաղացել, կա նաև ֆիլմ։ Իմ բեմական գործունեության ճանապարհին որպես ուսուցիչ մեծ դեր է ունեցել Խորեն Աբրահամյանը, անկեղծացել էր դերասանը։ Զարթնեցի ու լրիվ ուրիշ մարդ էի։ Մի վախեցիր ֆիլմից հետո ամեն ինչ միանգամից մեկ օրում փոխվեց։ Սովորաբար շատ քննադատաբար եմ մոտենում իմ աշխատանքին, երբ ինձ քննադատում են, մեկ-մեկ ասում եմ, հլը ինձ հարցրեք, ես ավելի շատ սխալ կգտնեմ սրա մեջ, նշել էր նա։ Կուզեի իմ կարիերայի ընթացքում ավելի շատ լինեին ներկայացումներն ու կինոները, այդ դեպքում ճիշտ կլիներ։ Հիմա փորձում եմ ինքս իմ ուժերով ինչ-որ բան անել, տեսնեմ, ինչ կստացվի։ Դերասանն առանց թատրոնի, կարծում եմ, սխալ է։ Այս տարի Վիշապն արդեն սկսել է իր մեծ քայլերն անել։ Կարծում եմ նաև ինձ կօգնի, որ բեմում հանդես գամ։ Շատ մտքեր ու ծրագրեր կան, ամենակարևորը շատ մեծ ցանկությունն է։ Չգիտեմ ինչու, բայց հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկ ինձ ոչ ոք դեռ չի արել։ Դա հարց է, որ ուզում եմ պարզել։ Ես դեմ չեմ, ամեն մի երևույթ եթերում ապրելու իրավունք ունի, բայց պետք է դրանց կողքին լինի ավելի արժեքավոր ու լավ արվեստ, որը հակակշիռ կլինի այդ ամենին։ Մարդիկ ընտրության իրավունք կունենան։ Այդ դեպքում, բնականաբար, մարդը կցանկանա ավելի լավ արվեստ տեսնել, մյուսների ռեյտինգը կնվազի ու կամաց կփակվեն։ Մենք, ցավոք սրտի, այդ կողմը չունենք։ Մարդկանցից է կախված, թող նայեն, թող չնայեն, դեմ դուրս գան։ Բայց թող լինեն սերիալները, դերասանները խաղան, աշխատեն, եթե իհարկե դերասաններ են։ Սերիալներում, որ վերջերս տեսնում ենք, դերասանները քիչ են լինում։ Այստեղ չեն ուզում, դուրս են ուզում, երևի ավելի լավ է։ Շուտով նոր համագործակցություններ կլինեն արտերկրում։
Այստեղ հստակ առաջարկներ չկան, չգիտեմ ինչով է դա պայմանավորված, միայն հանրայինի կողմից լավ առաջարկ կա, անկեղծացել էր դերասանը։ Շատ դերեր կան, որ կուզեի խաղալ, բայց չեմ ուզում շատ անկեղծանալ։ Եթե գործը ճիշտ է բեմադրված, ինձ իմ ափսեի մեջ եմ զգում։ Կարծում եմ, յուրաքանչյուր դերասան պետք է ներկայանա բոլոր ժանրերում։ Թատրոն, կինո, հետո նոր հեռուստատեսություն։ Ինձ համար առաջնայինը թատրոնն է, կինոն, հետո նոր հեռուստատեսությունը։ Կցանկանայի թատրոնն ու կինոն հետ բերեին այն ուժն ու փառքը, որ ունեցել են։ Խոսել ժողովրդի հետ, օգնել ժողովրդին, լուծումներ առաջարկել, պատասխաններ հրահրել, բայց ցավոք սրտի, այսօր գլխավոր ուժը հեռուստատեսության ձեռքերում է։ Պետք է ուշադիր լինել, թե ինչ է ցույց տալիս հեռուստատեսությունը։ Ինչ տեսակ դաստիարակություն, բարոյականություն է հնչում եթերից, ինչ տեսակ մարդիկ ենք մենք։ Միայն կույր մարդուն չի կարող չանհանգստացնել հեռուստատեսության աղտոտվածությունը։ Միայն կույր մարդը չի տեսնում, որ իր երեխաները նայում են այն։ Իմ պես մտածողները շատ պետք է լինեն։ Պետք է փորձենք միասին ուղղել եթերը։ Անհամեստությունս թող ինձ ների, թույլ տա ասել, որ հանրայինը փորձում է պահել լեզվի անաղարտությունն ու որակը։ Ես գիտեմ, որ ամեն ինչ լավ կլինի։ Գուցե մի օր մարդիկ կարթնանան ու կհասկանան, որ պետք է ուրիշ բան սերմանել ժողովրդի մեջ։ Ուրիշ ճաշակ, ուրիշ արվեստ, ուրիշ երաժշտություն։ Ազնվության պակաս կա մեր առօրյա արվեստում։ Աշխատանքից զգացվում է մարդը ազնիվ է իր գործի մեջ, թե ոչ։ Չեմ հիշում անգլիացիները, թե ֆրանսիացիներն են ասում։ Ավելի լուրջ, ավելի խիստ դեպի գործը, ավելի թեթև, ավելի հումորով դեպի քո անձը։ Բայց այստեղ միանգամայն հակառակն է։ Ավելի լուրջ ենք մեր անձի հանդեպ, իսկ գործը ձեռքի հետ էլի մի բան կլինի։ Միջակությունն ինձ հունից հանում է։ Ամեն ինչ էլ կարող է հանել ինձ հունից, բայց ավելի շատ միջակություն է։ Ինչքան իմաստ կա այդ մի բառի մեջ։ Հիասթափություններ հաղթանակելու համար։ Չէի ուզի, որ որդիս այս դժվար գործի մեջ մտնի։ Ավելի լավ մասնագիտություններ կան։ Բայց եթե նկատեմ, որ ինքը չհուսահատվող, շուտ չհանձնվող, պինդ ամուր բնավորության տեր տղա է, ինչին ես շատ եմ հավատում, եթե իհարկե ունեցավ այդ տվյալները, ես միայն ուրախ կլինեմ։ Հիասթափության զգացողությունը շատ է լինում իմ ոլորտում։ Մեծ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ ռուսական լավ ներկայացում մեր բեմի վրա, բայց կարծում եմ, եթե հիասթափությունները չլինեն, չեն լինի նաև հաղթանակները, կյանքը դեպի լավը տեսնելու կարողությունները։ Իր հարցազրույցներից մեկի ընթացքում անկեղծացել էր սիրված դերասան Խորեն Լևոնյանը, իսկ Star News-ն այս հոլովակի համար առանձնացրել էր այսքանը։